իմանալ շատ քո սուրբ հոգու սիրալույսն իմ ուսիքը լուսավորում առանց սիրո քո սուրբ հոգու Ես կմնամ նորից անցնում կմոլորվեմ ինչպես կորա Է դու չգաս չգտնես Առանց սիրո քո սուրբ Ես կմնամ նորից անցնում կմոլորվեմ ինչպես կորա Է դու չգաս չգտնես Քո
Խաղաղություն եղբայրներին քուրերիս Փառք Տիրոջը որ գերկին անգամ եկել ենք իր գահի առջև սովորելու գրտվելու այս չար փլուզված աշխարհի մեջ միայն մեր նայվածքը մեր միտքը Տիրոջ հետ լինի ամբողջ օրվա ընթացքում եղբայրս քուրս ոչ թե միայն այսօրքան պաշտամունքին լսեմ թե եղբայրները ինչ պիտի խոսեն ու կնամ տունը մոռանամ բայց ամբողջ օրվա ընթացքում իմ միտքս Տիրոջ հետ լինի եւ Տիրոջ հետ քայլեմ նստած տեղս վեր կենամ ավտոյի մեջ կլինեմ որտեղ կլինեմ Հիսուսի հետ լինեմ փառք իրան լինի որտեղ ես գտել եմ որ առանց Հիսուս Քրիստոսին կյանք չունեմ 38 տարվա հիվանդը որ ավազանի մոտ ջրի մոտ կանգնած էր եւ օգնող չուներ մեկը չկար իրան ասեր արի Հիսուսը քեզ կբուժի եւ նույն թեման իմ մոտ նա եղել եղբայրներ քուրեր նույն վիճակի մեջ ես ինքս եմ եղել 6 տարի բարգած եմ եղել 6 տարի ովևէ մի օգնություն չեմ ստացել էլ Մոսկվա էլ Սիրիա Հայաստանում բիժգություն չի մնացել ովևէ մի օգնություն չի կարողանում ստանայի մինչև Ամերիկայից տեղորյակներ էին գալիս բայց ոչ մի օգուտ բայց մեկի մոտ անկարելի բան չկար ես չէի ճանաչում ընկած մեռած ոչ կարողանում էի քայլեի ոչ կարողանում էի քնեի բայց Աստված իր ողորմությունը չի գդրում մարդուց նա հավիտյան է իր ողորմությունը սիրելի եղբայր քուրս այսօր եթե դու ինքդ ովևէ մի հարցով ունես հարց Աստված ինքը տեսնում է քո միտքը թող իր մոտ լինի քո սիրտը թող իր հետ լինի իր հետ քայլիր ժամանակը գկա որ ձերքը կմեկնի եւ քեզ կհանի այն դժվարությունից փառքը իրան լինի ես 3 երեխաներս կորցրեցի եւ դրանից հետո եկավ իմ մոտ այդ դժվարությունը եկավ այն պահը ժամանակ որ արդեն այդ բոլոր բաների վրա մխտում էի եւ ցավում էի 3 տղաներս կորցրի բայց տեսա որ օրից նվազում եմ եւ ես ընկամ եք անգամից ես ասեմ թե եղբայրներ քուրեր երրորդ երեխայից գերեզմանից որ գալիս եմ բնական էր որ ասենք մխիթարողներ կան ձերքիդ բռնում են մխիթարում են սիրտ են տալիս բայց ես գիտեմ այդ խոսքը որտեղ եմ ասել դա ես չեմ ասել դա Աստված իմ բերանով ասես դեր ես չէի ապաշխարում ես փոքրից Տիրոջն եմ եղել շատ երկար չեմ կարա լրիվ լրացնել ադեմ ես փոքրից Տիրոջն եմ եղել ես Սիրիայի ծնունդն եմ Սիրիայում եմ ծնվել եթե մեկը գա Սիրիայի դաշտեղ պաշտամունքից հետո կարողանում եմ մոտենալ մենք իրար հետ զրուցենք ուրեմն ես բարձ զգում եմ որ այդ փոքր ժամանակվանից տշնամին ինձ հետ պատերազմում էր եւ խփում էր լավ զգացի երբ որ հոգեվոր կյանքի մեջ մտա բայց եկավ պահը ժամանակը որ այդ տեպքը իմ հետ ասենց որ եղավ այդ երգսին որ ինձ մխիթարում են ես իրանց ասեցի շատ շնորհակալություն եմ հայտնում այդ ծեր բարի խոսքերի համար Աստված տվեց Աստված տարավ նուն հոբի խոսքն եմ ասել եղբայրներ քուրեր ես ավետարանը չեմ իմացել ես հավատքի մեջ չեմ եղել բայց մեկը իմ բերանը բացեց եւ ասեց ինքը իմ բերանը բացեց եւ խոսաց իմ բերանով դերը տվեց դերը տարավ անցել է 40 տարի ես երտամ ընտեղ որտեղ որ այդ խոսքը ասել եմ չեմ մոռանում սիրելի եղբայրներ քուրեր 6 տարի բարգած եմ մնացել դնից դուրս չեմ կարողացել ելնել
էլ դարբեր դեղերում ինձ տանում են, բայց անօգուտ, միջև Ամերիկայից դեղորյակներ են ուղարկում, բայց անօգուտ։ Վերջապես մի օր էլ մեր հայատում տենիս էին խաղում իմ փոքր դղես եւ մի հատ տղա ես տղայիս ասեցի այս տղեն ով է ես էլ բարկած անհանգիստ վիճակի մեջ բակում ասեց էսի խաչիկ հավատացյալի տղեն է ես էլ եկա տունը տղաներին ասի ավտոն տունն է գարաժի մեջը ավտոն կա մի հատ ինձ նստացրեք տանեք այդ հավատացյալի մոտ ասին այ պապ ինչի հետևես ընկե ես ինչ ես խոսում վերջը այդենց տարբեր հարևաններս լսում ենք ասում են խոր վիրաբում հավատացյալները աղոթք են անում գնա իրանց մոտ ես տղաներին ասում եմ ավտոն կա գարաժն է ինչ տարեք նորից ինչի հետևես ընկե Ռասիայում աղոթում են նույն չէ Եվ մի օր էլ ձայն եմ լսում եւ նայում եմ կողքերս ոչ մեկ չկա, բայց ձայն եմ լսում ասես լսիր ինձ դեղ մնաց որ չգնացիր նայում եմ չկա ձայն կա հերվից ձայն եմ լսում ասես նորից կրկնեց ասես էլ նայող մնաց որ դու չես գնացել Ոևը մեկը չի կարողանում քեզ այս վիճակից հանի Ոևը մեկը Միայն դու ինձ գկաս Իմ անունս Հիսուս Քրիստոսն է Գկաս եւ կբուժվես Եղբայրներ, քուրեր Այսօր եթե ցեզանից մեկը կա անհագստության մեջ Եթե ինքը շատ խորա գնում, հերու ես գնում, հերու մի գնա Հիսուսը քո կողքին է, պատրաստ է ինքը քեզ այդ վիճակից հանի։ Այսօր յուրաքանչյուր այստեղ, որ եկել են, բոլոր էլ Քրիստոսի մարգարիտներն են։ Աստված իր ունեցվածքը բոլորը ծախեց։ Եվ են մարգարիտները քնել այսօր դուք եւ ես եմ այստեղ գտնվողները Եղբայրս քուրս Աստված երբեք չի թողնում իր մարգարիներին որևէ մի վնաս հասնվի ու ես ելա գնացի ասիբ դերտամեն հավատացյալ խաչիկի տունը բայց չեմ կարա գնամ ելել եմ երկու խոսք եմ ասել եմ Հիսուս ես իմի պիտի գնամ Բայց իմ ոտքերից մեզ ուժ դուր, որպես ես ջամպեն չընկնեմ և ժողովուրդը իմ վրեն չծիծաղեն։ Այդ երկու խոսքն եմ ասել, ինձ ուժ դուր գնամ այդ հավատացյալի տունը։ Ու ելել եմ գնացել եմ, ասել եմ ինձ ուժ դուր, Հիսուս, ջամպեն միջև հասել եմ իրանց տուրը։ Իրանց տուն էլ ահագին բավական հեռու էր։ Գնացել եմ տուրը ձեզեցի, ինքը եկապացեց, ասի ես ճիշտ եմ եկել, թե չէ ես խաչիկ ենց տունը հավատացյալ, ասես շատ ճիշտ էլ եկել ես, ասի ճիշտ ասած ձեր տուն եմ եկել, ասես հրամեցեք, եկեքներ, պատմեցի եղելությունը, վերջը ասենց նստանք մի 10 րոպե, մի քիչ անցա մի եղբայր էլ Չարբախից էր այն վաղտեղ, մեր եղբայր ասեց Չարբախից եղբայր, ինքն ու իր գողագին էլ հետ է եկան, ասեց բա եղբայր ջան, ես տղեն էլ եկել է, ասենց հարցեր ունի, ասեց շատ ճիշտ էլ եկել է, շատ ճիշտ ճանապարհ անդրե, ասեց մի քիչ զրուցեցինք, ասի մի հատ պիտի աղոթք կանենք, չէ, քո համար, ասեց չգիտեմ ճիշտ ասած, աղոթք կանեք, չեմ անում, պիտի անեք, թե չէ չեմ անում, չգիտեմ, բայց ասեց ուզում ես, ասի բա ո՞նց չեմ ուզում, հա Ելանք ձնգի ենք նեկե, ես էլ իրանց հետ, աղոթում են, ու մեկ էլ դեսա երկու քուրիկները և երկու եղբայրները սկսեցին լաց,
ասի այ մարդ, ես կարող ես շատ վատ եմ զգում ինձ, ես վատ եմ ինձ համար են լացում, ես ինչ եղավ, հա, մեկ էլ էդ մտածելու հետ, իմ վրեն էլ իջավ այդ զորությունը, ես էլ սկսել եմ իրանց հետ լաց ողբալ, աղոտքից հետո ելանք, հիմի ես պիտի կամ տունը ճանապարհին նորից ասում եմ Հիսուս ջան ինձ ուժ տուր, որովհետեւ ես կարողանամ տուն հասնեմ, եղբայրներ քուրեր, ես գիշերները հանկից չեմ քնե, տառապանքով, տանջանքով, տեղեր էլ չեր գարա ինձ հանգստացնել քնցներ, բայց այդքան հանկիստ է այդ գիշերը, որ ես ընդ ինձ աղոթք են արև եւ ես եկել եմ, հանկիստ ասենց պարկել եմ, շատ հանկիստ վիճակս, խաղաղությունս, ոնց որ եկավ տեղը, դրանից հետո, սկսել եմ պաշտամունքներին գնալ, ինձ տանել, մի շաբաթվա մեջ, եղբայրներ քուրեր, ես ոտքի եմ կանգնել, մի շաբաթվա մեջ, Աստված ձերի ինձ բժշկել է, ոչ մի տեղորյակ, ոչ մի բան, Դոբրագը, մեշոգը լսրված էր տեղորյակները վերևից իջացնում եմ, իմ գողագինս ասում ինչ ես անում, ասում եմ դանում եմ աղբանոցը գցեմ, վայ ափսոս այդքան փող ենք տվել, բայց կարող է բադայի մի բան ասի, գնաց անցավ արդեն վերջ ես շատ լավ եմ, այդ տեղորյակները լրիվ դարել եմ աղբանոց են գցել, սիրելի եղբայր եւ քուր, այսօր մեր Աստվածը կենդանի է, շատերը այսօր եթե իրանք մտածում են թե իրանք պրոբլեմ է լուծում չկա, էլ վերջ, բայց կարող է բադի մարդկանց մոտ ովև մի բան անկարելի է, բայց մեր Տիրոջ մոտ ամեն ինչ կարելի է, հավատացողի համար, հավատա եւ դիտերվի քեզ, մի տարի առաջ էր, թոքերի բորբոքում ստացա Հոլանդիայում, Եվ չէի կարողանում շունչեի լավ, անդադ քրդնել, շունչս լավ չեր ելում, վերջը եկան տեղորյակ բան տունը տվեցին, մի քիչ շունչս լավացավ, հետո ուղարկեցին սրտաբանի մոտը, այն որ բիժիկը գալիս էր մեր տունը սիրտս ստուգեց, ասեց ես իմ կուսեդի աշխատանքը լավ դնում չէ, սրտաբանի մոտ ուղարկեց, սրտաբան էլ սիրտս կարդիոգրամը արեցին, սիրտս նայեց, ինքն էլ չհավանեց, ուղարկեց ուրիշ քաղաք ընդեղ սիրտս նկարեցին եւ պատասխանը եկավ որ 3 կլապաները փակա ուրիշ քաղաք են պիտի ուղարկեն որպես ընդեղ ինչ են ասում որ պիտի տնեն հա այդպես բան էլի հա վերջը ինձ տարան բարկացրին հա ու շլանգները միացրեցին ու ապարատները միացրին, վերջը դեսան չէ, չի ստացվում, չի պատվում երակը, որ պիտի տնեն այդ գործիքը։ Ելան դղայից կանչեցին, ավակ քույրը, Արոն ախպերը լավ գիտի Քրիստապորեն դեղեր իմ հետներիքներ տարեինց, եկավ ինքը ավելի հոլանդերեն վարշ գիտեր, եւ իրան ասեց, գիտեք, լրիվ ստուգվեց, բայց չպատվեց իրա երակը, հա, վերջնականը ովքեր որ արդեն բանը պիտի տներ, ինքը որոշում է դրել, որ պիտի իր սիրտը պարտ վերահատություն պիտի լինի։ Հա։ Հիմի այդ ապարատը ուղարկել են նկարը բանը մեր սրտաբանի մոտը, ճանապարհին գալիս ենք, Սուրբ Հոգի ինձ հետ խոսում է։ Եվ ինչ ասում ինձ։ Լավ լսենք ժողովուրդ ջան եւ ասեց իրանց ապարատը նկարը ցույց տալի փակ բայց իմ նկարը բաց ցույց տալիս հասկանում եք ժողովուրդ ջան եկել ենք տունը վերջը նամակ պիտի կա մեզի սրտաբանը պիտի ինձ գնանք իր մոտ դրանք վերջական ինչ պիտի ասեն վերջը նամակը եկավ Արդեն պիտի գնանք իմ դղան փոքր դղաս եկել ավտով ինձ պիտի դանի ասեց բաբ ինչ ես որոշե մենք պիտի գնանք հիմի ընդեղ սրտաբանի մոտ ինքը պիտի հարց տա քեզ
դու համաձայն ես վերահադության թե ոչ։ Հա։ Ասի չէ, չեմ անի վերահադություն։ Ասես ճիշտ ես ասում, ասի այո, ճիշտ եմ ասում, վերահադությունը մոռացիր։ Ես չեմ անում։ Գնացել ենք Սրտաբանի մոտը, Սրտաբանը ասեց նկար է եկել մեր մոտ, ես ուղարկել եմ ակադեմիկ հիվանդանոց Խրոնգեն, որտեղ որ Արոն ախպեր մենք ընդեղ եղել ենք այդ քաղաքը։ Ասեց ուղարկել եմ Պիշկին պրոֆեսոր, ակադեմիկ պրոֆեսոր, որ պիտի վերահադություն անի։ Ասեց ուղարկել եմ իրան, էսա պատասխանը եկել է ինձ, եւ պատասխանը ինձ ասել է, որ ես այստեղ սրտի վերահադություն չեմ տեսնում։ Այս տեորիաները թող օգտագործի ու վերանա։ Գիտեք ժողովուրդ ջան, Աստծո աչքը քու վրեն եւ իմ վրենը։ Նա ինքը չի թողնում իր ժողովուրդը նեղության մեջ այդենց գնա։ Դեր Հիսուս Քրիստոսը ինքը Հովանես ավետարանի մեջ ինքը ասեց. Նեղություններ պիտի ունենաք, բայց քաջ եղեք, ես հաղթել եմ աշխարհին։ Այսօր այդ խոսքը ինձ եւ քեզ վերագրում է։ Հիմա այդ բոլոր բաների վրա, որ Աստված ինձ հետ եւ քեզ հետ անում է, մենք ինչ փոխադարձ ենք տալիս Աստծուն։ Աստծո խոսքին հնազանդ եմ թե ոչ։ Աստծո խոսքին ես լսում եմ թե ոչ։ Այդ ամեն բան արել է ինքը իր կողմից։ Ինքը ամեն բան արել է, մեզ այս մեղքի աշխարհից բերել այստեղ։ Մենք ապրել ենք աղբանոցում, մենք ապրել ենք մեղքերի մեջ, Աստված այսօր բերել այստեղ։ Ես հնազանդվում եմ իր խոսքերով, ապրում եմ իր խոսքերով, թե ոչ։ Դե մի քանի անգամ լսում եմ մենասատներ, ես սկսում եմ իմ մտքից, իմ սրտի խորհուրդներով ես գնամ։ Եղբայրներ ջան, այսօր Աստված ուզում է, որ մենք սկսենք լսենք իր ձայնը, իր խոսքերով սկսենք ապրենք, եւ այսօր մենք լինենք իրապես Աստծո ժողովուրդ, ինչպես Պողոս առաքյալը երկրորդ Կորինթացիների մեջ գրում է մեզ, որ դուք եք Քրիստոսի անուշ հոդը։ Եթե ապրում եմ իր անուշ հոդն եմ, Աստծո ժողովրդի մեջ եւ գործվածների մեջ էլ, ես անուշ հոդն եմ, հոդը տալիս եմ ես։ Ես այսօր բդղապեր եմ թե չէ, բդուղ ունեմ իմ վրես թե չէ, ես այդ բոլոր բանիր վրա ես ինքս բդի մտածեմ, մի հատ բացում եմ Հովանես ավետարանի 15-րդ գլուխը, շատ անգամ քարոզվել է այս խոսքերը, Տիրոջ խոսքը շատ անգամ եղբայրները քարոզել են, խոսացվել է, Աստված իր կողմը ամեն բան անում է մեր հանդեպ, բայց այսօր ես իր մեջ ապրում եմ թե չէ։ Ես մի հատ նայեմ ինձ էլի։ Եվ այսօր կարող եմ պատահի, որ ես ինքս ինձանով սկսեմ, ես արդեն ուրիշ աշխատանքներ անեմ։ Ես եմ ճշմարիտ որդը եւ իմ հայրը մշակն է։ Ինքը որդն է եւ հայրը մշակում է իրան։ Ամեն ճյուղ, որ իմ վրաս է ու բդող չի պերիր, կգդրե զանիգա, անոր բդող կպերե, կմաքրե զանիգա, որպեսզի ավելի բդող պերե։ Այսօր Աստված ինձ նայում է մեր բդղին։ Եթե ես այսօր մի քիչ բդող եմ պերում, Աստված սկսում է այդ բդողները շատացնել, ավելի բդղապեր դառնամ։ Այդ բդղապերության մեջ Աստված փառավորվում է։ Ես հիշում եմ իր բոլոր արածները, այսօր այդ խոսքը ինձ եւ քեզ։ Դու էլ պիտի հիշես իր արածը մեր հանդեպ, որ մեզ այս Եգիպտոսից բերել այստեղ, որովհետեւ մեզ տանի հավիտենական կյանքի մեջ ապրենք, այլ ոչ թե գործվենք։ Եվ խոսքը շարունակում է. Դուք հիմա մաքուր եք այն խոսքով, որ ձեզի խոսեր եմ։ Այսօր մաքուր ենք, յուրաքանչյուրս Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ իր խոսքերով այսօր որ մեզ հետ խոսում է, ամեն խոսքերը որ այսօր մենք լսում ենք եւ կարդում ենք, Աստված սկսում է մեզ մաքրել, սրբել մեր այս ժամանակավոր կյանքի մեջ։ Եվ շարունակում է 4-րդ խոսքից. Իմ մեջս կեցեք ու ես ձեր մեջ, ինչպես ջուղը չի գրնար ինք իր մե բդուղ բերե
եթե որդի վրա հաստատված չլա, նույնպես ալ դուք չեք կրնալ, եթե իմ վրա հաստատված չլաք։ Եղբայրներ, քուրեր, այսօր եթե ես Քրիստոսի վրա եմ, շատ բդուղ պիտի բերեմ, իսկ եթե ես Քրիստոսի վրա հաստատված չեմ կարա բդուղ բերեմ, առանց Հիսուսին ես ոչինչ չեմ կարողանում անել, նայա գործողը, նայա անողի մեջ, որովհետև ասեց ես ձեր մեջ, դուք իմ մեջ, այսօր ես պիտի մտածեմ, ես Քրիստոսի մեջ ապրում եմ, թե ես իմ մեջն եմ մինակ ապրում, Քրիստոսի մեջ չեմ ապրում, ես իմ մտքերի հետ եմ ապրում, այսօր ես պիտի ապրեմ Քրիստոսի ասած խոսքերով, եղբայրս քուրս, ժամանակը սուղ է, ժամանակը շուտ անցնում, ահա չարությամբ լսված այս աշխարհը, լսված է, այսօր ես մտածեմ, այդ յուղը այսօրը հավաքելու, այսօրը մոտենելու Տիրոջը, որովհետեւ կա ժամանակները ավելի չարությամբ պիտի լսվի, որովհետեւ ես ու դու մենք չհեռանանք Տիրոջից, եւ խոսքը շարունակվում է, այսպես է ասում. Ես որդն եմ ու դուք ջուղերն եք, ան որ իմ վրա հաստատված է, եւ ես անոր վրա անիկա շատ բդուղ բերե, վասնզի առանց ընձի բան մեջ չեք կրնալ ընել։ Ես առանց Հիսուսին ոչ մի բան չեմ կարա անել։ Եթե ես Քրիստոսի մեջ ապրում եմ, ես իր խոսքերով պիտի սկսեմ սնվել։ Սիրիր քու բոլոր տշնամիներին, ներիր բոլորին։ Եթե ես այդ սերը եւ այդ ներումը իմ մեջ չկա, ես Քրիստոսի խոսքերով չեմ ապրում։ Հասկանալի է եղբայրս քուրս, սա ամենաբա, այսօր եթե ես Իրանից առնում եմ եւ ես Իրանով ապրում եմ, ես պիտի սկսեմ Քրիստոսի նման մտածեմ եւ ապրեմ, որովհետեւ եթե ես չեմ ապրում, կարող է բադայի կամ այստեղ լավ էլ խոսանք, երգենք եւ այլն, բայց եթե ես չեմ ապրում, ես բդուղ չեմ կարա բերել, առանց ինձ ոչինչ չեք կարա անել, բայց եթե ես Քրիստոսով ապրում եմ, նա ամեն բան կարող է ինձ եւ քեզ հետ անել, որովհետեւ մենք օրից բդուղները ավելացնենք մեր կյանքի մեջը, այս ժամանակավոր կյանքի մեջը, սիրելի եղբայրս քուրս, հաշվիր դու միշտ հաշվիր, դու ժամանակավոր ես ստեղ, ես ժամանակավոր եմ, ես միշտ ասում եմ, Ժոզեֆ, դու այստեղ հույր եւ բանդուխտ ես, եւ իրապես ոչ հենց այնպես լոկ խոսքերով եմ խոսում, դա իրականություն եմ կյանքիս մեջ Տերը դեղադրել է, որպեսզի ես ինքս ինձ հաշվեմ հույր եւ բանդուխտ ստեղ։ Ստեղ մնանուն դուն չունեմ, մի անգամ հոլանդացի եղբայրների քուրերի հետ աղոթքի պաշտամունք էր, ուրեմն աղոթք էինք անում եւ վերցրի համարը Եբրայեցիների 13-ը դվի եղբորս ասի դու գարտես հոլանդերեն չգիտեմ էլի, որ ընդ գրված է հոս մնանուն դուն չունենք, հանդեսյալ ենք փնտրում, վերջը մի եղբայր էր գողքից ասեց Ժոզեֆ եղբայր դու ստեղ դուն չունես, ասի չէ, ասես ես գիտեմ դուն ունես, բան ասի չէ չունեմ եղբայր ջան, բայց դու որտեղ ես մնում, ասի հյուրանոց, հետո ես նայեց ինձ, լուրջ ես ասում, ասի հա հյուրանոց եմ մնում եղբայր ջան, այս ժամանակը կգա, այդ հյուրանոց էլ կթողնեմ գնամ, եղբայր ես իրականություն եմ ասում քուրերս, ստեղ էլ դուն կա հյուրանոց է ինձ համար, Հոլանդիայում էլ դուն կա հյուրանոց է ինձ համար, ես հույր բանդուտ եմ այստեղ, մի օր կգա ժամանակը պիտի թողնեմ այս հյուրանոցը եւ գնամ, իմ սիրտը չուրախանա այս կյանքի մեջ, ինչ որ կա, իմ սիրտը շատ պիտի ուրախանա Քրիստոսով, որ գնամ հավերժ ես իր հետ թագավորեմ, երկնքում սա է նպատակը, որ գնա հետ ապրեմ եւ տեսնեմ իր փառքը եւ ինքը հորը խնդրում ասում շատ եմ խնդրում հայր որտեղ որ ես եմ գուզեմ իրանք էլ հոս կան իմ փառքս տեսնեն այսօր Աստված ուզում է որ մենք գնանք իր փառքը տեսնենք որտեղ որ ինքը մնում է բայց այսօր մի բաներ ուրիշ բաներ է այսօր մեր մոտ գալիս ավենանում այսօր ես ինքս ինչ ջուղ եմ համարում թե ոչ Ես ջուղ եմ, չէ, իրավեր եմ պատում սարած եմ, ինքը որդն է, ինքը արմատն է,
Բայց գալիս աստե Պողոս առաքյալը Հռոմեացիների 11-րդ գլուխ 17-րդ խոսքից ինչ ասում. Եթե այն ջուղերին մեկ քանիները գոդրեցան ու տուն որ վայրենի ձեյթունի էիր, անոնց վրա պատված է ցար, ձեյթունի արմատեն եւ բարարության հաղորդ եղար։ Ես կսված ջուղի, նո բիտանի չոր, բայց այսօր պատրուստ եղա Քրիստոսի արմատի վրա եւ դու հաղորդ եղար իր հետ դու ամեն բան գիտես իր մասին ահա շարունակում է նորից Պողոս առաքյալը մյուս համարի տակ ջուղերուն դեմ մի բարձենար եթե բարձենաս հիշե դուն արմատը վեր չես բռներ ապա արմատ է քեզ Գիտեք ինչ կա, եթե պիտի հիշեմ, ես արմատին վեր չեմ բռնել, արմատն է ինձ բռնել։ Եվ հաղորդ եմ ես նրա հետ։ Ես իմ ովևէ մի բանի վրա չբարձենամ։ Ես միշտ հիշեմ, որ ես մի հատ չոր ջուղն եմ եղել։ Եվ Աստված ինձ այնտեղից վերցեց, բերեց իր ապրեն պատրուստ արեց։ Քու ջուղերիդ վրա չբարձենաս։ Այսօր այդ յուրաքանչյուր խոսքը ես առաջ ինձ եմ ասում, ամեն տեղ, Հոլանդիայում, այստեղ, ես չբարձենամ, այս խոսքերը ով է տվել ինձ, ես որտեղ եմ եղել մեռած կյանքի մեջ, ով է ինձ բերել ստեղ կենդանացրել, ես իմ ինչի վրա եմ բարձենամ, իմ բարձանքը պետք է լինի Քրիստոսը, Հիսուսը պետք է լինի իմ բարձանքը, ինչպես Պողոս առաքյալը ասեց, այլ ոչ թե ես եմ ապրում, Քրիստոսն է իմ մեջ ապրում Եղբայրներ քուրեր, հիշենք, որ Աստված ինձ հետ եւ քեզ հետ քայլում է ամեն տեղ, որտեղ խոսակցություն կա, որտեղ որ մտքերը որտեղ է ինչ անում, Աստված բոլոր այդ մտքերը քննում է։ Եվ այդ բոլորի վրա մենք հսկենք եւ նորից շարունակում է խոսքը։ Ուրեմն բդի ասես ջուղերը գոդրեցան որովհետև ես պատվաստ եմ։ Ես բերի վերջապես կանգնեմ ասեմ ջուղերը թող կոտրվեն էլի։ Ջուղերը ինք իրան կարա մի բան ունի։ Եվ որովհետև նորից պատվաստ եմ Քրիստոսով, եղբայրներ քուրեր։ Դու Աստված օգնական եղնի ամեն մեկիս։ Որովհետև մեր բարձանքը չլինի։ Հիշեմ, որ ես ջուղ եմ եղել, հիշեմ, որ ես մեռած եմ եղել, հիշեմ, որ ես եղել եմ այս խավարմուտ աշխարհի մեջ Աստված իր արած ողորմությամբ ինձ բերել այստեղ եւ չի ուզում ովևէ մեկ այստեղ որ գանքը դմում են գործվի Աստված ամբարիշտի մահը եթե չի ուզում բայց ինքը ուզում է իր մարգարիտները որ ինքը իր կյանքը դրել այս մարգարիտների համար ամեն մեկ այստեղ նստած տեղեր որ կաք մարգարիտներ եք սիրելի եղբայր քուր եւ Աստված այսօր իր ամբողջ ունեցվածքը դրեց Եվ ինձ եւ քեզ կնելա Բալավ ես այդ աստու արազները կնահատեմ իմ կյանքիս մեջ թե ոչ ինչպես Պետրոս առաքյալը ասեց դուք ոչ թե ոսկյով եւ արձատով կնվեցիք ապա Քրիստոսի պատվական եւ սուրբ արյունով եւ այդ սուրբ արյունը ես պիտի կնահատեմ իմ կյանքիս բոլոր օրերի մեջը Փառքը Տիրոջը դերեցեց շատ օրհնի ոչ թե խոսքը մինակ լսենք ապա սկսենք, կատարենք եւ գործի տնենք եւ ամեն տեղ էլ որ դու գնում ես Հիսուսը քեզ հետ եւ իմ հետ կլինի Փառք Տիրոջը